Տիրոջը փառք լինի, շնորհակալ ենք Աստծուց, օրհնի Տերը, որ իր խոսքը մեր սրտերի մեջ հասնի եւ մենք միտք առնենք։ Խոսքը, որ այսօր ձեզ հետ պիտի կիսվեմ, այսպես եմ վերնագրել, Տիրոջ հրամանի պես է խոսքը հնչում, արթուն կացեք։ Իհարկե, երբ որ կարդում ենք տարբեր հատվածներ, Սուրբ Գրքի շատ հատվածներում հենց այդպիսի հրամանը հնչում է։ Բայց ես կուզեմ հիշեցնեմ Մարկոս ավետարանից 13-րդ գլխի 37 խոսքը, Տերը խոսեց իր աշակերտների հետ, բաներ ասեց, որոնց հետ կապված նաև վերջում ամփոփեց պատգամ տալով, ասեց այսպես. բայց ինչ որ ասում եմ, ձեզ ասում եմ, ամենին եմ ասում, արթուն կացեք։ Տերը այսպես ներկայացրեց, ձեզ եմ ասում, բայց այս նույն բանը բոլորին եմ ասում, ամենին, մեզ էլ, արթուն կացեք։ Նախ, երբ որ ասում ենք արթուն կենալ, այդ նշանակում է հարատևել դրա մեջ, լինել այդպիսին եւ մնալ այդպիսին, կենալ, մնալ, այսինքն մեկին ասում ես արթուն մնա, նշանակում է նաև ոչ թե այդ պահին պիտի միայն արթուն լինի, այլ պետք է չքնի նաև մնացած ինչ-որ ժամանակահատվածում, այսինքն դա հարատև պրոցես է, հարատև վիճակ է։ Որտե մարդը կարող է արթուն լինի, բայց իր արթուն վիճակը կորցնի, ասեմ ձեզ։ Իհարկե հոգևոր արթնության մասին է խոսքը, բնականաբար մենք չենք հասկանում սա ֆիզիկական, այսինքն չքնել, արթուն մնալ ֆիզիկապես չէ, այլ հոգևոր արթուն լինելը։ Ինչ որ սենց ասած մի փոքր որ բացատրություն տանք այս վիճակը, սենց իր հոմանիշ բառերով, դա նշանակում է մարդ, որը սթափ ազգաստ է, հոգևոր անցուդարձը տեսնում է, հասկանում է իր վիճակները, Աստծո խոսքից միտք է առնում, սենց ասած լուրջ է, քննող է, հասկացող է ժամերը, ժամանակները, մարդ, որը տեսնում է, իրականությունը զանազանում է, հասկանում է ինչա կատարվում եւ նաեւ դրանից ելնելով ինքը միտք է առնում եւ կարող է իր գործողությունները կարգավորի, ուշադիր է երևույթներին, նկատում է ինչ որ կարեւոր բաներ, որ պետք է նկատի, միամիտ չի մնում կարելի ասել, այսպես։ Իսկ հականիշները, այսինքն հակառակումը արթուն, մյուս կողմը ինչա քնած, թմրած կամ Սուրբ Գիրքը նաև սենց դմբրած ասում չէ, կամ ծանրացած, նրանց սրտերը ասում են չէ, ծանրացել էր, կամ դանդաղչոտ, այդպես ասում, որոնք, ասենք, միտք չառնող, այսինքն իրականության մեջ իր կյանքում, իր շրջապատում բաներ է կատարում, որ ինքը չի նկատում այդպես էլ, ինչպես սովորական ֆիզիկապես քնած մարդը շատ բաներ չի նկատում, որովհետև ի վիճակի չի դա նկատելու, այն ինչ որ իր շրջապատում կատարվում է։ Եվ Տիրոջ խոսքը այսպիսին էր, արթուն կացեք, եղեք այդպիսի վիճակի մեջ եւ մնացեք այդ վիճակի մեջ։ Եվ հիմա պիտի ասենք ասած մենք այդ ուշադրություն դարձնենք, որտեղ տեսնում ենք շատ տեղերում հենց Տեր Հիսուս Քրիստոսը լուրջ բաներ էր կատարում ու խոսում, բայց անգամ իր աշակերտները սրա մասին ես էլ եմ խոսացել, անգամ իր աշակերտները մասնակից լինելով այդ գործերին, իրանք եւս մասնակից լինելով, ինչ որ չափով մասնակից լինելով, տեսնում ենք այտենց էլ միտք չէին առնում, հոգևոր միտք չէին առնում։ Իսկ ոնց որ քնածն է եւ Տերը այտենց էլ ասում է, ինչա թմրած է, քնած է ձեր սրտերը, սրտով քնած եք։ Եվ հիշեցնեմ, օրինակ հացի բազմացում կատարվեց, բայց եկավ մի պահ, որ իրանք պետք է այդ գործից ոնց որ միտք առնեին եւ այդ արդեն տեսածը, լսածը, ասենք իրականացվածը իրանց համար փորձառություն լիներ, հաշ չունեին, իրանք Տեր երբ որ ասեց փարիսեցիների խմորիչ, չէ, զգուշացեք, իրանք մտածեցին հացի խնդիրն է, Տերը հացի հարց է բարձրացնում, բայց հենց այդտեղ Տերը հենց հանդիմանում է, ինչ ասում է, քնած եք, ձեր սրտերը թմրած է, չհասկացաք, ոնց որ ասած ում հետ գործ ունեք, ես ինչ կարող եմ անել, ձեր աչքի առաջ եմ արել այդ բազմացումը։ Այսինքն թմրած վիճակը կամ քնած վիճակը շատ, ասենց ասած, վատ վիճակ է։ Մարդը կարա հոգևոր աճ չունենա, որովհետև
կարևոր բաներ է խոսվում, կարևոր բաներ է կատարվում հենց իր աչքի առաջին, իր ականջի առաջին խոսվում է, բայց ինքը տենց էլ միտ չի անում։ Ոնց որ չի հասկանում, չի ըմբռնում այն կարևորությունը, որ խոսքում ներկայացվեց։ Ականջի կողով անցնում է։ Կարա նաև վնասներ քաշի մեծամեծ թմրախ քնած մարդը, իսկ արթուն մարդը, զգաս մարդը, պատրաստ մարդ է։ Ինքը պատրաստ է թե տիրոջը արձագանքելու, հասկանում է, աչքը բաց է, տեսնում է, գիտակցում է, միտքը առնում, գիտի Տերը ինչ ասեց, գիտի ինչ կատարվեց, հավատք է դրանից ձեռք բերում, քայլ կարող է կատարել, բացի դրանից նաև կարող է վնաս քաշել, արթուն լինել, նաև ոնց ասած չարի դեմը կանգնել, չարիքի դեմը կանգնել։ Արթուն մարդը տեսնում է իրականությունը, նաև այդ իրականությունը, չարի կողմից գործադրված գործերն է տեսնում, նրա ծրագրերն է հասկանում, նրա որոգայթներն ու թակարդներն է հասկանում եւ չի ընկնում դրանց մեջ, որովհետեւ տեսնում է, իմանում է։ Այո, շատ կարեւոր բան է։ Եվ ուզում եմ, որպեսզի մի քանի ոնց որ ասած բաներով կողմերից ուշադրություն դարձնենք, մեզ քննենք եւ տեսնենք արդյոք մենք օրինակի համար արթուն ենք, ինչի մեջ պիտի երևա մեր հոգեորապես արթուն լինելը։ Դրանցից մեկը օրինակի համար ես կուզեմ հիշեցնեմ Մարկոս ավետարանում, որ ես կարդացի այս համարը, ինչի հետ կապված Տերը խոսեց, որ ասեց արթուն կացեք։ 37 համարը ես կարդացի, 32-ից կարդամ, դրա նախորդ հատվածը։ Նախ 13-րդ գլուխը, եթե հիշում եք, հիմնականում Տերը խոսեց Մարկոսի ավետարանում խոսեց իր գալուստին նախորդող կարևոր երկրի վրա եղող երկնքում լինող կարևոր իրադարձությունների մասին։ Այս կլինի, դժվարություն կքաշեք, այս բանը կկատարվի եւ այլ աշխարհի մեջ, մարդկանց մեջ, հավատացյալների հետ կապված ինչեր կկատարվի, լուրջ կարևոր բաներ խոսեց, սուտ Քրիստոսներ, սուտ վարդապետներ եւ այլը։ Ասում միայն օրվա եւ ժամի համար ոչով չգիտե, ոչ հրեշտակները երկնքում, ոչ որդին, բայց միայն Հայրը։ Զգուշ կացեք, արթուն կացեք եւ աղոթք արեք, որովհետեւ չգիտեք, թե ժամանակը երբ է։ Ինչպես մի մարդ, որ հեռու աշխարհ գնալիս իր տունը կթողնե եւ իր ծառաներին իշխանություն տա եւ ամեն մեկն իր գործն անե եւ դռնապանին հրաման տա, որ արթուն կենա։ Արթուն կացեք, որ չգիտեք, թե տանուտերը երբ կգա։ Իրեկուն թե կես գիշերին, թե հավը խոսելու ժամանակին, թե առավոտած, որ չլինի թե հանկարծ գալով ձեզ քնած գտնե, բայց ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում, արթուն կացեք։ Նախ ստեղից հստակ է սա խոսում, որ արթուն կենալ նշանակում է պատրաստված լինել ամեն ժամանակ, ամեն պահ Քրիստոսի գալուստին։ Որովհետև պարզ հստակ ասում է, ճիշտ է, նշանները շատ բան են ցույց տալիս Տիրոջ գալուստի հետ կապված, նրա գալուստի մոտիկությունը, հեռվությունը եւ այլը։ Բայց նաեւ էսա, որ ասում է, դուք չգիտեք, ոչ մեկ չգիտի։ Եվ եթե չգիտեք, ապա անպայման, ոնց որ ասած, պետք է ամեն րոպեի պատրաստություն ունենաք։ Եթե իմանանք այսինչ օր տարվա, այսինչ ամսվա, այսինչ ժամին է գալը, գուցե մինչև այդ պահը ոնց որ ասած ինչ որ ձևի մարդ անոք գտնվի, չէ, բայց մինչև այդ պահը դրան մոտիկ ժամանակում վանանի, պատրաստվի, ոնց որ մեկ ուրիշ օրինակով ուրիշ ձև է Տերը խոսում։ Ասում է, եթե մարդը իմանա գողը երբ կմտնի իր տունը կծակի, այսինքն կմտնի կթալանի, ինքը, ասենք, այդ ժամին կսպասի գողին, բայց որ չգիտի որ ժամին կգա, կարող է ամեն օր էլ մտնի, ինքը պետք է զգուշ լինի ամեն օր։ Իսկ եթե կոնկրետ օր ունենա, իմանար կոնկրետ օրվա համար զգուշություն կաներ, մնացած օրերում անհոգ գտնվեր, չէ՞ տենց է։ Այդպես էլ ասում է դուք էլ որ չգիտեք, պիտի արթուն կենաք, այսինքն սա է, մենք մեր պիտի քննենք օրինակի համար, Տերն է խոսացել, ուշադրություն դարձրեք։ Կուզեք միլիոն անգամ կարդացեք, միլիարդ անգամ կարդացեք այդ նույն հատվածը, իր ասենց ասած հրամայականը պահանջը չի կորցնում, Տերն է ասել։ Իսկ Աստծո իմաստությունն է, որ մեզ սովորեցնում է։ Օրինակ, ես այդ իմաստությամբ եմ կառուցում իմ կյանքը, իմ օրերը, որ հենց այսօր, եթե Տերը գա, ես պատրաստ եմ, ունեմ այդ պատրաստությունը։ Եթե չէ, ուրեմն ես հրամանին չեմ հնազանդվում։
Եթե լիքը բաներ կան իմ կյանքում, ես լավ էլ գիտեմ, որ դրանք պետք է լուծվի։ Գիտեմ, որ այս բաները պիտի կարգավորվի։ Տերը եթե գա այս պահին այս վիճակով, սրա համար ես կհանդիմանվեմ եւ գուցե կզրկվեմ օրինակի համար իր թագավորությունից։ Ու ես չեմ անում դա։ Ու ես հետ եմ գցում։ Սենց անլուրջ եմ, անհոգ եմ այդ հարցերը լուծելու։ Հա հանդիմանվում եմ գուցե, հա խշմտանք ունեմ, հա այդ խնդիրը կա իմ կյանքում ու տենց էլ չեմ լուծում։ Ես արթուն մարդ չեմ։ Ես Քրիստոսի չեմ, այստեղ արթուն լինել է նշանակում մի կողմը, ոնց որ ասած, մի դրսերում մարդը, այն մարդն է հանդիսանում արթուն զգաստ մարդ, ով գիտակցում հասկանում է, որ Տերը գալիս է եւ շուտով է գալիս ու կարա այդի կատարվի այսօր, կարա կատարվի վաղը, կարող է կատարվի մյուս օրը եւ ես դրա համար պատրաստված եմ։ Պատրաստվում եմ։ Ամեն օրվա պատրաստություն ունեմ, բայց ամեն օր էլ պատրաստ եմ։ Մեկը կարող ասի, հնարավոր է ամեն օր պատրաստն, այո։ Խի պիտի ամեն օր չկարողանանք պատրաստ լինենք։ Եթե խնդիրներ կան, որ մեր մեջ կա, դրանք լուծել են, պիտի լուծվի։ Եթե ընտրություն կա, որ պիտի հաստատվի Աստծո կամքի վրա, որ ես այդ ընտրության մեջ չեմ, գուցե պիտի կատարվի։ Եվ այլ։ Համենայն դեպս այդ աշխատանքը, ջանքը, ասենց ասած, ուշադրությունը, անհանգստությունը, Սուրբ Հոգու ազդեցության վախը դրա շուրջը, որ ես ամեն օր էդի ունեմ, ես իմ արթուն լինելու մասն եմ խոսում։ Իսկ լիքը մարդիկ, որ չունեն այդ անհանգստությունը, աշխատանքը, ջանքը, վախը, անհանգստությունը, իրանք արթուն մարդ չեն, դրամա էլ հանգիստ են։ Քնած են, թմրած են։ Իրանց հանգստությունը Աստծո Սուրբ Հոգուց չի։ Աստծո Սուրբ Հոգուց անհանգստություն է այդ հարցում։ Պատրաստվիր։ Այսօր հնարավոր է գա, վաղը կարող է գա, մյուս օրը կարող է գա, դու պատրաստ պիտի դիմավորես Տիրոջը։ Աշխատանք ունես, նկատի ունեմ պատրաստության։ Ինչ ես անում հիմա։ Ինչի վրա ես աշխատում։ Որ հարցն է քո կյանքում հիմա կարգավորում։ Որն է, որ խնդիր է, դու վախենում ես դրա հետ կապված, որ դա ոնց որ ասած, երբ որ Տերը գա այդ վիճակով, դու իրոք կարող է եւ չփրկվես։ Աշխատում ես դրա վրա։ Էսի արթուն լինելու նշան է։ Չունեմ, ուրեմն ես արթուն մարդ չեմ, ամենալուրջ բանի մեջ ես քնած եմ։ Ամենալուրջ հարցն է սա։ Տերը գա, ամբողջ մեր ոնց որ ասած, որ անկեղծ որ Տիրոջը սպասողներ ենք, որ մեր ամբողջ սպասումը է սա, մենք այս կյանքի համար չենք Տիրոջը ընտրել, մենք ընտրել ենք Տիրոջը հավիտյան իր հետ լինելու։ Տերը գա դրա մեջ բաժին ունենա, ոչ թե այս կյանքում այս հարցս այն հարցս լուծված լինի, շատ բավարարված է։ Ուրեմն նախ այս հարցն է։ Այստեղ նաև մի բան էլ ասեց։ Ասեց զգուշացեք եւ արթուն կացեք ու աղոթք արեք։ Ուրեմն աղոթքի վիճակն էլ է բացահայտիչ կարելի ասել։ Հայտնի անող, հայտանիշ։ Դու արդյոք իրոք արթուն վիճակ ունես, թե չէ։ Տեսեք, այստեղ ներկայացրեց իրավիճակներ, այլ ես չկարդացի, բայց դուք կարդացել եք։ Քրիստոսի գալուստից առաջ շատ ծանր ժամանակներ են լինելու եւ ծանր փորձություններով պիտի անցնի իր ժողովուրդը։ Եվ շատ, ասենց ասած, զգուշացումներ կան, որ ինքը պետք է զգուշ լինի այդ որոգայթներ, թակարդներ, սուտ վարդապետներ, սուտ մարգարեներ, մշտնջենական զոհ հանողներ, գիտեք դրա մասին շատ ենք խոսացել։ Եվ ասում եմ զգուշացեք եւ ինչ արեք, աղոթք արեք սրանց համար։ Իսկ երբ որ կան այդ վտանգները, խնդիրները, արթուն մարդը այնա, որ ոնց ասած համոզված է այդ բաների հետ կապված, ինչ որ Տերը խոսեց, լինելու են դրանք։ Եվ ինքը պատրաստություն է տեսնում սրա համար։ Տեր աղոթք ունի, արթուն կացեք, զգուշացեք, արթուն կացեք եւ աղոթք արեք։ Այսպիսի մի խոսք նաեւ Սուրբ գրքում ներկայացված է բանում Ղուկաս ավետարան 21-րդ գլուխ 36-րդ խոսքում։ Նորից մղում է Տերը, երբ որ չի ժամանակների դժվարությունների մասն է խոսում, արթուն կացեք, աղոթք արեք, որ արժան լինեք ազատվելու այս ամեն բաներից եւ մարդու որդու առաջին կանգնելու։
Այսինքն աղոթքը, ասենք, շատ կարևոր մի հատ բան է մեր պատրաստության հարցում, շատ կարևոր, ասենք, գործ է մեր, ասենք, այդ չարիքներից ազատվելու հարցում, որտեղ մենք աղոթքով հասկանալով, որ իրոք այդպես բաները չարիքները կան, կգտնվենք, թե դեռ չենք գտնվի դրա մեջ, թե մեզ ապագայում է սպասվում, Տիրոջ խոսքը ասում է արթուն կացեք աղոթք արեք։ Դուք աղոթքով մարդը հրավիրում է Աստծուն, խնդրում է Աստծուն, Տիրոջը Քրիստոսին, որ այդ հարցերում իր հետ լինի, պահի իրեն, օրհնի իրեն, իմաստություն տա եւ մնացած բաները։ Շատ տեղերում տեսնում ենք Տեր Հիսուս Քրիստոսը, ասենք օրինակ, Գեթսեմանի պարտեզում աղոթքի խնդիրը կարևորեց, աղոթքի խնդիրը չբավարարվեց, աղոթքի հարցը պահանջը չբավարարվեց եւ աշակերտները ուրացան Տիրոջը։ Չէ՞, հիշում եք, երբ որ ինքը պիտի մատնվեր, ասեց, որ շատ մեծ փորձություն կա։ Ձեր դիմաց դուք անպայման աղոթք արեք։ Այսինքն արթուն մարդը գիտի, հասկանում է, իրոք Աստծո խոսքով տեսնում է խնդիրը, դժվարությունը եւ դիմում է Աստծուն։ Նա որ չի տեսնում խնդիրը, նա աղոթքեր չունի, չի էլ դիմում Աստծուն։ Կամ ասենց ասած, գուցե եթե անգամ տեսնում է խնդիրը, ուրեմն ինքը շատ հպարտ ինքնահավան, ինքնավստահ մարդ է, եթե չի աղոթում։ Աշակերտները հիշում եք, վստահաբար ասում են, քեզ չենք ուրանա։ Ինչքան շատ վստահությամբ խոսեցին, այնքան շատ մեծ ուրացում իրականացրեցին, ավելի խայտառակ ձևով, ավելի սենց բացահայտ ձևով։ Հենց Պետրոսն է շատ պնդողը, որ չեմ ուրանա, ես վստահ եմ, բայց Տերը ինչ էր ասում, օգնություն խնդրեք Աստծուց։ Թող Աստված ձեզ օգնի, հոգին օժարը չէ, մարմինը ինչ էր ասում, արթուն կացեք, աղոթք արեք։ Հոգին օժարը, մարմինը տկար։ Այսինքն դուք չեք կարա, ուժներ չի պատի, եթե Աստված ձեզ չօգնի։ Դու էլ դիմեք, թող Աստված ձեզ օգնի։ Եվ աղոթքը միած կարևոր ցուցիչ է, դիմում ենք մենք։ Եթե մենք դիմում ենք, նշանակում է մենք տեսնում ենք, որ դիմում ենք, հասկանում ենք, որ դիմում ենք, այսինքն արթուն ենք։ Գիտենք իրականությունը, գիտենք դժվարությունը, գիտենք դրա ծանրությունը, արթուն ենք նաև սրա մեջ, գիտենք մեր չափը, մեր ուժը, մեր կարողությունը, հասկանում ենք, որ եթե Տերը չօգնի, մեր ուժերից վեր է։ Բայց հենց արթուն չլինելու մի կողմը սրանումն էր աշակերտներ, որոնք իրենց ուժն էլ չէին հասկանում, իրենց կարողության չափը չգիտեին։ Իրանք գիտեն, որ անկեղծ են իրանց սրտով, հոգով, ուզում են Տիրոջ, սիրում են Տիրոջը, վերջացավ, իրանք նաև ամեն ինչ կարան Տիրոջ համար անեն։ Բայց ուրացան խայտառակ ձևով։ Ասում եմ, մի պատանի կար, ես Մարկոսի ավետանում ասում, չէ, ասում եմ, վրեն կտավ էր գցել, ասում եմ, երբ որ ուզեցին բռնեցին կտավը թողեց, մերկ փախավ, այսինքն մենակ իր կյանքը փրկի։ Էլ ինչ դեր չեր մտածում Տերը եւ այլը, թեկուզ չեր մտածում ամոթ ասես մերկ ուր են փախնում, ուժարեր անգամ տենց։ Բայց եթե արթուն լինեն, էս չի որ ժողովուրդ ջան, ինչ որ եղավ տենց էլ պիտի լիներ։ Դա տես չի։ Եթե իրանք Տերը հենց այնպես չէր ասում, սիմվոլիկ չէր խոսում, հենց այնպես արթուն աղոթք արեք, արթուն կացեք աղոթք արեք։ Այսինքն անեք, չանեք պիտի լիներ, դա չէ, արթուն կացեք աղոթք արեք, հենց աղոթքով պիտի իրանք շնորհ զորություն առնեին եւ հաղթահարեին այդ դժվարությունը։ Եվ մեկ ուրիշ բան էլ կուզեմ հիշեցնել, Կողոսացիս 4:2-ում նույնպես է, հետաքրքիր է խոսում եւ աղոթքի մեջ արթուն լինելու մասն է խոսքը։ Ասում է Կողոսացիս 4:2 աղոթքին միշտ հետևեցեք եւ արթուն կացեք նրանում գոհությունով։ Հետաքրքիր է ասում։ Աղոթքի մեջ արթուն կացեք գոհությունով։ Ասենց ասեմ, անգամ մարդը կարա աղոթք անի, բայց անգամ իր աղոթք անելը դեռևս չի ապացուցում, որ ինքը արթուն մարդ է։ Մարդիկ կան, օրինակ ստեղ ինչն է ներկայացում, արթուն կացեք աղոթքում ինչպես գոհությունով։ Այսինքն աղոթքի մեջ գոհությունը, երբ որ սրտանց
շնորհակալություն կա, գոհություն կա, ուրախություն կա Աստծով, Աստծո արածով, Տիրոջ տվածով, Տիրոջ բաներով, ինչ որ Տերը մեզ համար արել է կամ որոշել է։ Այսի արթուն լինելու նշան է։ Այսինքն մարդը տեսնում է Տիրոջ գործերը իր կյանքում, գնահատում է այդ գործերը, ուրախ է դրա համար, սրտով շնորհակալ է, լցված է այդ ուրախությունով եւ իր աղոթքի մեջ ինքը անպայման գոհություն ունի դեպի Աստված։ Մարդկա տուր հատուր, աղերսանք, աղաչանք, լաց, սուկ, ես չեմ ասում պիտի չարվի դա, բայց ցնցած այստեղ արթուն կացեք աղոթքի մեջ ինչպես գոհությունով։ Բա ուր է քո գոհությունը։ Խի չես հիշում Տիրոջ արածները կամ խոստումները, որ պիտի անի քո համար։ Չես տեսնում, չես հիշում։ Տերն էլ էր տենց ասում, չեք տեսնում, չեք հիշում, ձեր սրտերը թմրած է, քանի հացով ու ձկով ինչքան մարդ կերակրեցի։ Այսինքն բա պետք է տեսնենք, եթե չենք տեսնում, չենք հիշում, հետաբար չենք էլ գոհանում, եթե չենք էլ գոհանում, մենք արթուն մարդ չենք։ Լիքը բաներ կա, որ արվել է, պիտի էդի մեր մոտ նստած լիներ, մեր սրտի մեջ, սենց հիմք կարևոր բաների, վստահության, համարձակության, հավատքի եւ մենք չենք բանանում։ Կարծես թե եղե անցել է։ Այդպիսի մարդը շատ հեշտ նաեւ տրտունջի մեջ կընկնի, բողոքական կլինի, նեղված կլինի, կարող անգամ Տիրոջ դեմ։ Եվ հենց դա է, որ ասենք մեզ օգնում է, որպեսզի մենք միշտ արթուն կացենք աղոթքի մեջ եւ ընդհանրապես գիտեք, աղոթքի մեջ արթուն վիճակը կարելի ասել է, որ Տեր ասեց արթուն կացեք, աղոթք արեք, որ իրավիճակներ նկարագրեց, արթուն լինել նշանակում է իրավիճակը տեսնել, հասկանալ եւ դրա հետ կապված աղոթքը տանել։ Մարդը կարա լիքը թեմաներ բերի Աստծո առաջին, բայց այդ պահին, այդ ժամանակում, այդ իրավիճակի համապատասխան եթե չի քո թեման, ուրեմն դու չես տեսնում, դրա համար այդ աղոթքը չես անում։ Հազար բան ես աղոթում։ Ասում է, չէ, ախոս ես օրինակը շատ եմ, ասում մի քաղաքում ասում եկել էր թշնամի շրջապատել էր, պարսպավոր քաղաք էր։ Հենա պիտի գրավեր, ասում է, այդ քաղաքի եկեղեցի ժողովուրդ բանը հավաքված էր, ինչ որ մի հատ հարց են քննարկում։ Եվ հարցերից մեկը էսը Մարիամի աչքերի գույնը։ Իսի արթուն եկեղեցի է, թշնամին եկել է, հասել է ոնց որ ասած դռանը, թե սա կմտնի վնաս կտա։ Բայց դու պետք է այդ հարցի ուշադրություն դարձնես, թե գուցե մարդը մտածի այնքան բանային վստահ է, որ բան չենամ, չէ։ Եթե կարիքը կա, պիտի կարիքի համապատասխան աղոթն է արթուն աղոթքը։ Հասկանալ ինչ է հիմա Տերը անում, հասկանալ հիմա ինչ է պահանջվում։ Աստծո վայելած աղոթք։ Հիշում եք Հռոմեացիս 8-րդ գլխում, երբ որ Պողոս առաքյալը խոսում է Սուրբ Հոգու մկրտության մասին, որ ասում է, չէ, անբարբար հառաչանքով աղոթք է, չէ, անում, սրտեր քննողը գիտի, բայց ասում է, էդի Աստծուն վայելած կերպով է սուրբերի համար աղոթք անում։ Ասում է, ինչպես որ հարկն է, պահանջվում է, վայելում է, շատ ժամանակ մենք չենք կարող անենք, չենք հասկանում իրավիճակը, որ հենց այդ անենք։ Արթուն մարդը հենց այն անում, ինչ որ Աստծո կամքն է այդ բանին, որ այդ հարցը բարձրացնի եւ Աստված այդ հարցի մեջ իրան այցելություն անի, միջամտություն անի, իր գործը անի։ Եվ ասում Սուրբ Հոգին դրա Սուրբ Հոգու մկրտությունը մեզ այդ հարցում օգնություն է եղել։ Օգնում է Աստված, ասում է, որ ինչպես հարկ է, որ պիտի աղոթք անենք, ինչպես չեն կարում, դրա համար Սուրբ Հոգին անբարբար հառաչանքով հենց այդ աղոթն է բերում, ասում սուրբերի համար Աստծուն վայելած ձևով, կերպով։ Ոնց որ Աստծո ուզածներ։ Ես սրտեր քննող ասում եմ գիտի այդ աղոթքը եւ պատասխան է լինում։ Իսկն այո, դա հենց աղոթքի մեջ արթուն լինելու մի հատ նշան է։ Մեզ արթուն լինելու համար Աստված ամեն բան արել է, որ մենք իրոք միտք առնող, իրավիճակը տեսնող, ընկալող, հասկացող, ստապ զգաստ մարդիկ լինենք եւ ըստ դրա էլ տեսնելով, հասկանալով ճիշտ վարվողներ։ Կուզեմ կարդամ 2 Տիմոթեոս 1:7, որտեղ Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության եւ սերի եւ զգաստության։ Այն հոգին, որ Աստված մեր մեջ դրել է, տվել է, ասում ինքը վախկոտության, երկչոտությունը վախկոտություն է, չէ՞։ Երկչոտ, վախկոտ մարդ։
ասում է, «Էդի վախկոտության հոգի չէ, այլ զորության, սերի եւ զգաստության հոգի»։ Իսկն Աստված օրհնել է մեզ, որ մեր մեջ բնակվի զգաստության հոգին կամ արթուն լինելու հոգին։ Եվ այդ զգաստությունը արտահայտվելու է այստեղ նաև սրա մեջ։ Պատահական չի այսպիսի համեմատության մեջ դնում, ասում է, Աստված մեզ չտվեց երկչոտության հոգի։ Այսինքն ինչ է նշանակում, եթե տվել է սիրո, զորության, զգաստության հոգի, նշանակում է այդ հոգով դու երբեք երկչոտ չես լինելու, վախկոտ չես լինելու։ Այդ հոգու ներկայությամբ եւ առաջնորդությամբ դու համարձակ ես լինելու, վստահ քայլերդ գցելու ես, չես վախենալու։ Այսինքն, եթե զգաստության հոգին արտահայտում է հենց դրանով, որ ինչա, չես վախենում, համարձակ մարդ ես, հոգևոր կա հարցերի մեջ, դժվարություն կլինեն, թշնամիներ կլինեն, ուրիշ բաներ կլինեն, դու կարելի ասել, այդ հոգին քեզ օգնում է, որպեսզի դու զորանաս Քրիստոսով, զորանաս Աստծով, որ քո Տերն է, որ քո Փրկիչն է, որ քո հետ է եւ չվախենաս։ Աստծո հոգու ներգործությունով ու առաջնորդությունով, ասում, այդ հոգին է Աստված տվել։ Այսինքն հետևաբար կարելի ասել, եթե մեկը վախկոտ է, դժվարություններից է վախենում, ինչ-որ խնդիրներից եւ այլը, ինքը զգաստ մարդ չի, արթուն մարդ չի։ Իր վախկոտությունը գալիս է իր հենց արթուն չլինելուց։ Եթե ինքը արթուն լիներ, կտենար Տիրոջը իր հետ։ Կտենալ Տիրոջ զորությունը, կհիշեր Տիրոջ խոսքերն ու խոստումները, չէր վախենա։ Մոռացել է։ Տեղքա ինձ տենց է ասում Սուրբ Գիրքը։ Ոնց որ հանդիման ասում է դու ով ես, որ բանի բռնավորի վախից, մարդու բռնավորի վախից ամեն օր վախենում ես ու մոռացել ես քո Տեր Աստծուն, քո ստեղծող Աստծուն, որ ամեն օր երկինքն է տարածել, ես արել, են արել ու ամեն օր վախենում ես այդ մարդուց։ Այսինքն Աստված ունես ու մարդուց ես վախենում։ Բայց սրա համար Աստված հատուկ գործ է կատարել, ասում է, մի հոգի է դրել մեր մեջ, մի հոգի է տվել, որ պիտի մեր համար հենց սթափություն, զգաստություն լինի, այսինքն արթուն մարդ դառնանք, լինենք այդ հոգով։ Աստծո հոգին օգնում է, որպեսզի դու իրականությունը տեսնես ու ճշմարիտ իրականությամբ համարձակ լինես։ Ճշմարիտ իրականությունը լեսա։ Քրիստոսը իմ Տերն է, Քրիստոսը հաղթող է, այս ամեն ինչը մեր Քրիստոսի ոտքերի տակ է ու Քրիստոսը իմ հետ է, որ ես հաղթող լինեմ։ Խես վախենում։ Եթե վախենում ես, այս հոգով չես առաջնորդում, ուրեմն զգաստ մարդ չես, իրականությունը չես տեսնում։ Դավիթը ասում է. «Տիրոջը ամեն ժամանակ իմ աչումն եմ տեսնում, որ ինչ չսասանվեմ», այսինքն իմ հաստատությունից չշարժվեմ, որովհետև լիքը բաներ կան, որ գալիս են քեզ վախեցնեն, քեզ շարժեն, քեզ անավատության մեջ գցեն, վախերի մեջ գցեն։ Ես էլ ամեն ժամանակ իմ Տիրոջը իմ աչում տենում եմ։ Տենում էր ինքը իր աչում Հիսուսին։ Այսինքն տենալը չի շանակում, այս աչքերով ինքը ֆիզիկապես տենում էր։ Այսինքն հավատքով ինչի ման վրա, խոսքի ման վրա, Աստծո հոգին նրան օգնում էր, որպեսզի նա ամուր բռնի։ Եվ իր խոսքերի վկայությունը իր պատերազմներն էր։ Հելա Գողիաթի նման հզորի դեմ ինքը չսասանվեց, չվախեցավ նրանից, նրա զորությունից։ Ինքը որ արթուն մարդ էր եւ իր խոսքերից երևում է իր արթուն լինելը։ Այսով այս անթլպատ փխշտացին, որ Աստծո ժողովրդին հանդիմանի։ Դու քո զենքով զրահ ուժով ես գալիս իմ վրա։ Ես բարձր հզոր մեծ երկինք ստեղծող Արարիչ Աստծով եմ գալում քո վրա։ Այսինքն ինքը ճիշտ էր տեսնում ու գնահատում իրականությունը, դրա համար չէր վախենում, բայց որ չեն տենում, վախենում են։ Գեզին երբ որ նայեց տեսավ, ասենք Եղիսեի հետ տեսավ մի քաղաքում եկան թշնամիները պատեցին, շրջապատեցին այդ քաղաքը, տեսավ շատ զորքերով պատված, վախեցած ասես Տեր, տես ինչքան զորքեր մեզի շրջապատե։ Եղիսեն աղոթք արեց, Գեզի աչքերը բացվեց, Գեզին տեսավ նաև այդ հրեշտակների բանակը, որ այդ պատել էր իրանց պաշտպանելու համար։ Իսկ երբ որ դու ճշմարիտ իրականությունը տեսնում ես, եկան տեսնող մարդ ես, արթուն մարդ ես, հենց այդ նշանակում հոգևոր աչքերդ բաց է։ Դու չես վախենա։ Իսկ սրա համար Աստված մեծ հաջողություն է տվել մեզ, այո, իր խոսքը եւ իր հոգին։ Իր հոգին օգնում է, որ իր խոսքերով մենք զորանանք, մխիթարվենք, չվախենանք։ Դրա համար ասում եմ, մեզ չտվեց երկչոտության հոգի,
այլ զորության, զգաստության եւ սիրո հոգի։ Աստված օրհնի մեզ եւ վերջապես հոգեվոր պատերազմն է ցույց տալիս մարդու արթուն կամ քնած լինելը, որտեղ շատ հաճախ չարը բնական է, ինքը գործում է ծպտված ձևով մարդկանց տարբեր միջոցներ օգտագործելով, շատ հաճախ մարդը, որ արթուն չի, իր կռիվը մարդու հետ է տենում, բայց Սուրբ Գիրքը ասում է մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չի։ Մարդուն հանելա քո դեմ, անենցա սարքե, որ դու ափերիցը դուրս գաս, հավասարակշռությունից դուրս գաս, մեղ գործես, չարություն անես, ու ինքը հասավ իր նպատակին։ Չես տեսնում, որ հա, ցենց ասած չարի դեմ է քո պատերազմը, այդ մարդու դեմ չի։ Չարը նրա միջոցով քեզ մեղանչել է ուզում տար։ Եվ այլ բաների է ուզում մղել Աստծուն հակառակ ու անհաճելի։ Դրա համար Հռոմեացիս 12-րդ գլխի վերջի խոսքը էս ասում. «Եվ մի պարտվեք չարին, այ բարիով հաղթեք չարին»։ Բարիով հաղթեք չարին։ Ոչ միայն չարության պատասխանեք բարությունով, այլ նաև հենց այդ հոգևոր պատերազմի մեջ, եթե մղում է չարություն անեն, որ դու էլ պատասխան տաս չարություն այս մեղանչես, չէ, մի արա, դու բարություն արա եւ հաղթիր դրանով, հենց նրա հետևում կանգնած չարին։ Եվ այստեղ շատ համարներ մենք գիտենք կա, օրինակ Առաջի Պետրոս 5:8-ից 9, որ ասում է մռնչացող բանը, չէ, այռուծի պես, գոռոզ այռուծի պես սատանան ինչ անում, մանա գալիս, որ ումը կուլ տա։ Արդ նրան հակառակ կեցիկ հավատքով հաստատված։ Այսինքն հոգևոր պատերազմ է։ Դու չարի դեմ ունես պատերազմ եւ ոչ թե մարդու դեմ։ Մարդու կօգտագործվի, բայց դու մարդկայնորեն պետք է միջոցներ չօգտագործես եւ հասկանաս ինչ պիտի անես։ Կուզեմ մի փոքր էլ խոսեմ, ինչը կարա մարդուն թմրեցնի, արթուն վիճակից գցի։ Նախ մեղքը։ Առաջի Հովանու 2:11-ում ասում է, որ եղբորը ատում է խավարի մեջ է, ինքը խավարի մեջ է քայլում ու չգիտի ուր է գնում, որովհետև խավարը կուրացրեց նրան։ Խավարը կուրացրեց նրան։ Այսինքն, երբ որ մարդը, այո, այդ մեղք է գործում է եւ մնում է մեղքի մեջ, աշճանաբար իր վրա կուրություն է գալիս։ Ինքը սկսում է կորցնել իր հոգեվոր արթուն զգաս տեսնող վիճակը։ Հնարավոր չի, որ մարդը հարատևի, հարցը էս չի, որ մի անգամ եղավ, մի անգամից չէ։ Երբ որ դու կմնաս դրա մեջ, որտեղ շատ ենք ասել, շուտ ապաշխարեք։ Շուտ բան արեք, ասենց ասած զղջացեք, խոստովանեք, թողեք, հեռացեք մեղքից։ Այդ մեղքը փտություն է մեր ոսկորների Սուրբ Գիրքը ասում է, թե ֆիզիկապես, թե հոգևորապես։ Այստեղ ասում է, ով որ այդ ատելության մեջ է ու մնում է, խավարը իր վրա տիրել է ու ասենք ինքը չգիտի ուր է գնում, այսինքն չիմացող խավարի մեջ գտնվող մարդը չտեսնող, չհասկացող մարդն է։ Մեկ-մեկը տես մարդիկ, որ խոսում են, մի բան են ուզում պարզաբանեն, մի բան են ուզում իրանց արդարացնեն, սենց, ասում են մի խոսիր։ Դու քո արդեն ես վիճակը ցույց է տանում, որ դու խավարի մեջ ես, դու չես կարա ճիշտ խոսես, դու չես կարա ճիշտ քննես, դու չես կարա ճիշտ միտք առնես, ճիշտ եզրակացության գաս, խավարը քո վրա է, որտեղ դու մնացել ես դրա մեջ։ Թող ով որ քեզ կարա օգնի, քեզ օգնի, մի դիր հակառակվի։ Կամ ուրիշտեղ Եսայի 29:9-13-ը որ կարդում ենք, ներկայացնում ասում է, ծանրություն է եկել է ժողովրդի վրա։ Ասում է ոչ թե գինով, ցքիով հարբած են, ծանրացած է նրանց մտքերը, այլ ուրիշ բանով, ոնց ասում է կտանք ասեն, այս բանը կարդա մի հատ բացատրի, ասեն չենք հասկանում, չենք կարող կարդանք։ Այսինքն չի բացվում, չեն հասկանում, միտ չեն առնում Աստծո խոսքից, Աստծո գործերից։ Ծանրացալ է, ասում է, իրանց սրտերը, աչքերը, մտքերը թմրել են։ Բայց գինով, գինի ինչ չի էդի։ Մարդ կա, չէ, որ գինով նոմա էլի շրջապատը իրականությունը արդեն չի զանազանում։ Հետո որ պատմեն դուս այս բաները սարը զարմանում է։ Սրանք սենց են դառել։ Բայց ասում է ինչն է, որովհետև ասում է պատճառն ասում է Եսայի մարգարեն, Աստված ասում մարգարեով, որ ասում է այս ժողովուրդը իր բերանով է ինձ պատվում։
Իս սրտով լրիվ ջոկված հեռացած է, իմ հետ չի սրտով։ Բերանով կասի տեր, փառք, բայց սիրտը իմ հետ չի, իմ վրա ջերմ չի, տաք չի, սրտնանց չի։ Ասում է իրենց պատվիրանները, իրենց հնարած մարդկային պատվիրաններն են բանանում սոր։ Հիշում եք, այս նույն հատվածը ներկայացից, երբ որ տիրոջ աշակերտներին հանդիմանեցին, որ բան էին անում, անլվա ձեռքերով հացը, Տերը հենց նորից իրանց հանդիմանեց։ Այսինքն, երբ որ սուտ վարդապետություն կա, սուտ օրենքներ կան, սուտ կարգ ու կանոններ կան, հնարովի, մարդկային, մարմնավոր, դրա ազդեցությունը հենց այդ է։ Մարդիկ իրանց բանը կկորցնեն, եթե սուտ վարդապետությունը գա, վարդապետության ոգի իրանց վրա գա։ Որտեւ դա ոգի է, շատ ենք ասել։ Աստծո խոսքերը ընդունողները ընդունում են դրա հեղինակին, Աստծուն, Աստծո հոգուն։ Եվ Աստծո հոգին սկսում է ներգործել։ Սուտ վարդապետությունները չարից են, դժոխքից են, չարի ծառաներից են։ Եվ դա ընդունողները դրա հեղինակին է ընդունում, այդ դևերին։ Եվ ասում սրանք հենց դրա պատճառով ինքնահնար վարդապետություններ, կարգեր, կանոններ, մարդկային ավանդույթներ, Տեր ասես լավ պինդ բռնել եք։ Եվ սրանք դրա պատճառով ասում այդ վիճակ ունեն, ծանրացած սրտով, ծանրացած մտքով, գաղափար հասկացողություն չունեն, չեն կարողանում հասկանան առաջնայինը երկրորդայինից զանազանեն ու լիքը բաներ։ Տեր ասում էր վայ ձեզ։ Եվ Ղուկաս 21:34-ում էլ նաև Եփեսացիս 5:13-10, 15-ից 18-ում ներկայացում ասում զգուշ կացեք, Ղուկաս 21-ում հիշեցնեմ, Տերը խոսեց իր գալուստից առաջ այն բոլոր դժվարությունների մասին, որ պիտի հանդիպի, բայց սենց ամփոփիչ բան ասեց, որ նախ ասեց արթուն կացեք, աղոթք արեք, բայց նաև ասեց զգուշ կացեք, որ հանկարծ այդ ոնց որ ասած ինչը կարա խանգարի, որ դու տարված լինես այդ բաներով եւ հետեւաբար չնկատես այդ լուրջ իրականությունը, որի համար պետք է արթուն լինելով աղոթք անել ու անդադար աղոթք անել։ Ինչն էր ասեց ապրուստի հոգսը, չէ, արփեցողությունը, շատակերությունը։ Եփեսացիս 5-րդ գլխում ասում է մի լինեք անմիտ, անխելք, այլ իմաստուն եղեք, քննեք ժամանակները, որ չար են։ Այսինքն արթուն մարդը քննում է, ժամանակների չարության պատճառով ավելի է քննում, որտեղ գիտի, եթե հանկարծ բաց թողում ունեցավ, չնկատեց մեծ վնաս կարա քաշի, որտեղ չար ժամանակներն են, չարիքն էլ մեծ կարա լինի։ Դրա ասում մի արփենակ գինով, հիշում եք տենց ասում, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Իսկ արփենալ գինով նշանակում է թմրած լինել, առաջնորդվել, տարվել ուրիշ բաներով։ Ու այդ գինիները ես շատ եմ ասել, այդ մենակ ֆիզիկական այդ գինին չի։ Լիքը բաներ կա, որ գինի են մարդու համար, գինուն նման առաջնորդում են, մարդը տարված է իր գործով, տարված է իր երեխով, տարված է ինչ-որ ծրագրով, իր խորհուրդներով, ինչ-որ հարցերով, տարված է, գիշեր ցերեկ դրա վրա մտածում ու դրա հետ է։ Եթե դրա վրա մտածում դրա հետ, ինքը չի կարող արթուն լինի, աննարին է։ Ինքը սևեռված մի կետին է նայում, որի պատճառով մնացած բաները իր աչքից ոնց որ ասած չի կարող ընկալի, էնել։ Դե ամբողջ սրտով դրա վրա է։ Դեռ ասում ապրուստի հոգս, մարդը գիշեր ցերեկ ապրուստի հոգս, մեկը բողոքում էր իր ծնողից, հոգևոր ծնողից։ Գիշեր ցերեկ փողի մասն է խոսում, ասում եք փողի բան, այլ թեմա չունես, փողի մասն ես խոսում։ Էս անենք, այն անենք, վարկ վերցնենք, գրավ դնենք, էս անենք, էս առնենք, այն անենք, փողի համար։ Հետո լտեսները կբողոքեն, կասեն մեր ընտանիքում մեր երեխեքը չեն ապաշխարում, որ դու ապաշխարեն։ Ինչքան դու կուզես աղակի, քո օրինակով արդեն դու չարություն ես անում։ Վարկ վերցնենք, էս անենք, այն անենք։ Իսկեն ուշքում միտք է դա։ Ապրուստի հոգս։ Սմարթ արթուն մարդ չի։ Եվ դա այդ հոգս, այդ շատ հոգսատարությունը բերում է դրան։ Չեք նկատել ձեր կյանքում, ես նկատել եմ իմ համար։ Տերը ողորմություն արել, երբ որ նպատել եմ խոստովանել եմ Տիրոջ։ Գիտեմ ես տարվար դրանով ուշքում միտքդ քնում ես, այդ ես մտածում ոնց է, էսի ոնց է, մեկ էլ դայմես հոգևոր հարցերում թուլացել ես։ Այն որ կարևոր էր, գլխավոր էր, կենտրոնական էր, դարել է եսին որերորդ պլանում։ Եվ տեղ այդ արփեցողությունը եւ ապրուստի բանը, շատակերությունը, այդ էլ նորից առօր ոնց որ ասես կյանքի հետ կապված բաներ են, որ շատ կենտրոնանում է այս կյանքի հետ կապված բաներին։ Ուրեմն զգուշ լինենք, Աստված օրհնի մեզ, որ մենք արթուն գտնվենք։
մենք այս բաներով չթմրենք հանկարծ, որտեվ Տիրոջ խոսքը սենց էր. արթուն կացեք, այսինքն եղեք արթուն եւ մնացեք արթուն։ Հարատև, շարունակական։ Ինչե որ Տերը կգա։ Դրանից հետո ինչքան ուզում եք քնեք, հա։ Տերը որ եկավ էլ հաստատել չքնի։ Նա Տերը օրհնի մեզ, աղոթքանենք վերջացնենք։